Հալելույա, Փարքասուն, սիրելի եկեղեցի, իրականում Փարքասուն այս հրաշալի օրվա համար այնպես է ստացվել, որ մենք ընկել ենք այս օրվա հետ կապված ամբողջ աշխարհը տոնում է կանանց միջազգային օրը, բայց ես ուզում եմ տոնենք Աստծո ստեղծագործության տոնը, լավ? Որովհետև ես չեմ ուզում եթամ աշխարհիկ ձևի մեջ, ես ուզում եմ եթամ Աստծո ձևի մեջ։ Աստծո ձևը ավելի լավ է, քան թե աշխարհի ձևը, լավ? Աշխարհի ձևը մի օր առաջարկում կանանց օրը։ Աստված ասում է մշտական պետքա գովերքեք, որ ես այդ ձև արարչություն եմ արել, դա ավելի ճոխ է, համաձայն եք։ Դա շատ կարևոր է։ Պետք է ես ու դու իմանանք, որ Աստված ստեղծել է կնոջը եւ ինքը այդ արարչության գեղեցկությունը բարձրացնելով այս աշխարհի մեջ իր փառքնահայտն է, ու մենք այսօր առիթ ունենք Աստծուն փառաբանելու, որ Աստված այդեն զարմանալի ստեղծագործություն է ստեղծել։ Այդպես է եղբայրներ ջան։ Ձեր կողակիցների համար շնորհակալ եք Աստծուց։ Ով է շնորհակալ իր կողակցի համար։ Շատ լավ է։ Տերը օրհնի։ Տերը օրհնի, կողակիցները պետքա շատ ավելի մեծ պատասխանության մեջ գնան, որովհետև եթե ես հիմա երկու բան ասեմ, թե կողակիցները ինչի համար են կարևորվում, ձեր պատասխանությունը ավելի է մեծանալու։ Բայց հավատում եմ, որ Աստված հրաշալի բաներ ունի անելու։ Գիտեք, ամենազարմանալի բաներից մեկը, որ ես տեսնում եմ Աստվածաշնչի մեջ, դա կնոջ ստեղծագործությունն է։ Իհարկե, մենք տղամարդիկը նայում ենք տղամարդու ստեղծագործության վրա, ու դա նորմալ է։ Որովհետև մենք այդ process-ի մեջ ենք, դրա համար նայում ենք տղամարդու ստեղծագործության, բայց երբ որ նայում ենք Աստծուն, թե Աստված ինչ արեց այս ամեն ինչի մեջ, իրականում Աստծո գործերը անքնելի են, զարմանալի են, ամեն անգամ մեզի հիացնում են, դրա համար մենք պետք է սովորենք Աստծո պես մտածել, լավ, այս աշխարհը շատ աղավաղված է, դրա համար մենք պետք է սովորենք Աստծո պես մտածել։ Առաջի բաներից մեկը ուզում եմ ձեզ ասեմ, որ թող Տիրոջ գեղեցկությունը ոչ թե այս օրվա օրով կապնված լինի ձեր հետ, այլ Տիրոջ գեղեցկությունը ամեն օր ձեզ ձևավորի, բարձրացնի, այն ինչ նպատակով որ Աստված ձեզ ստեղծել է, այ հենց այդ նպատակով դուք ծաղկեք, բարձրանաք։ Ոչ թե այս աշխարհի ասած ձևով, այլ Աստծո ասած ձևով, որովհետև Աստծո ասած ձևը ավելի ճոխ է։ Երբ որ Աստծո ասած ձևին ես նայում եմ, ես հիանում եմ, ասում եմ Աստված, այս ինչ զարմանալի գործ ես դու արել։ Մենք երբ որ Աստծո ձևին ենք նայում, գիտեք, այն ժամանակ մենք ուզում ենք Աստծուն փառաբանենք ու փառաբանենք։ Բայց երբ որ այս աշխարհի ձևին ենք նայում, մենք անդադ ուզում ենք անիծենք ու անիծենք։ Եվայի ցեղը։ Էսի աշխարհի ձևն է։ Դրա համար այս աշխարհի ձևը շատ մի բարձրաձայնեք, լավ։ Երբ որ դուք աշխարհի ձևն եք բարձրաձայնում, դուք աշխարհից ոչ բանով չեք տարբերվում։ Էդի աշխարհն է այդպես անում։ Դուք պետք է Աստծո ձևի ճոխությունը վերականգնեք, բարձրացնեք, որովհետև Աստծո ձևը ինքը մի զարմանալի թեմա է։ Գիտեք, երբ որ ես նայում եմ, թե Աստված տղամարդուն որ ստեղծեց, ինչ ձևով ստեղծեց, Աստծո գործը զարմանալի է։ Երբ որ տղամարդուն ստեղծում է, մի փոքր նկարագրած է, վերցեց հողից, ծեփեց ինչ որ մի կառույց, հետո ասում է նրա մեջ ռնգած մեջ շունչ փչեց եւ տղամարդը եղավ կենթանի էակ։ Պատկերացեք, տղամարդուն ձևավորում է հողից, նկարագրված է ոնց է ձևավորել, այսինքն նկարագրեց հողից, կոնկրետ ասում է։ Հետո ասում է նրա մեջ կյանք փչեց։ Կյանքը որ փչեց, այդ արձանը կենթանացավ, կարելի ասել կենթանի շունչ դարձավ, այսինքն Աստծո իրականությունը եկավ տղամարդու մեջ եւ տղամարդը կենթանի կառույց դարձավ։ Ու գիտեք, երբ որ տղամարդը ինքը առաջինը ստեղծվավ, իր պատասխանատվությունը կայանում է նրանով, որ ինքը ինչ պետք անի, մարդ Աստված հարաբերությունը պետքա լավ յուրացնի։ Դրա համար ամեն մի տղամարդ կոչվում է նաեւ տանգլուխ։ Ինչու, որովհետեւ ինքը պետքա յուրացնի Աստծո հետ հարաբերությունը, որ կարողանա դա տարածի ամբողջ իրան տրված հնարավորության մեջ։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր է, որ Աստված Ադամի հետ էր, Ադամը Աստծո հետ էր։ Մենակ մի բան կա տղամարդուց այս աշխարհի մեջ եկած։ Էդի գիտեք առաջինը որն է, որ ինքը մարդ Աստված հարաբերության ամենակարևոր առաքյալն է։ Առաքելության ղեկավարն է։ Մարդ Աստված հարաբերության առաքելությունը տղամարդու միջոցով բացվավ այս աշխարհի մեջ։ Ու քանի որ տղամարդու միջոցով բացվավ այս առաքելությունը այս աշխարհի մեջ, տղամարդիկ այն սկզբից ունեին յուրահատուկ պատասխանատվություն, որ Աստծո հետ եղած հարաբերությունը հետո իրանց տրված ամեն մի բնագավառի մեջ բերեն։ Այդ ինչի համար մենք պետքա շատ կարևորենք Աստծո ձևը։ Աստծո ձևի հետ աշխատենք, որովհետև Աստծո ձևի մեջ
ամբողջ գեղեցկություն է դրված։ Հետո գիտեք այնքան հետաքրքիր է, տղամարդը ինքը ի սկզբանե գլուխ էր, որովհետև ինքը ամբողջ ստեղծագործության վրա ինչպես պսակ էր դրված։ Այս էլ երկրորդ բանն եմ ուզում ասեմ, որ ոչ մեկի այդ մրցակցության մեջ չմտնեք։ Տղամարդը ծնված օրվանից ինքը պետք է գլխի գաղափար ունենա իր մեջ։ Մենակ ընտանիք չունենա որ հասկանա որ ինքը գլուխը։ Տղամարդը պետք է գլուխ լինի, անկախ ամեն ինչից։ Ընտանիք կունենա երբևիցե, թե չի ունենա։ Եթե գլուխ, ուրեմն դու Աստծո հետ պետք է ըլնես։ Եթե գլուխ ըլնես ու Աստծո հետ չլնես, նշանակում է ինքն է գլուխ ես։ Անգլուխ ձիավորի մասին պատմություն երևի լսել եք։ Կա տենց մի հատ ֆիլմ, գիրք կա։ Երբ որ մենք Տերով չենք, մենք անգլուխ ձիավորներ ենք այս աշխարհում։ Էսի տղամարդկանց համար եմ ասում։ Ամեն մի տղամարդ պետք է իր վրա գլուխ ունենա, դա Քրիստոսն է։ Սա է տղամարդու փառքը, սա է տղամարդու ճոխությունը, սա է տղամարդու մեծությունը։ Եթե տղամարդու գլուխը Քրիստոսը չի, ուրեմն ամեն մի տղամարդ այս աշխարհում անգլուխ մարդ է։ Ինքնագլուխ լինել նշանակում է անգլուխ կյանքով ապրել։ Այսինքն Քրիստոսի հաղորդակցությունից կտրված կյանքով ապրել։ Դրա համար շատ անգամ լինում է, որ պատասխանատվության կորուստ ալնում, բաժանություններ ալնում, մարդիկ թեթևամիտ են ապրում, մարդիկ պատասխանատվություններից են փախնում, լավ չէ բանը, բայց ինչևէ, եկեք մենք գանք Հիսուսին, Հիսուսի հետ համագործակցենք։ Ինչ ենք մենք տեսնում, երբ որ Աստված ստեղծեց կնոջը։ Ինձ զարմացնում է այս բանը նաև։ Ես համ հիանում եմ Աստծո գործերով, երբ որ տղամարդուն է արարի, նաև հիանում եմ, երբ որ կնոջ։ Բայց ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք, երբ որ կնոջը ստեղծեց, ասում են նա վերցրեց տղամարդու ոսկորից կողի ու կին ստեղծեց, ու գրված չի ոնց այդ ոսկորից ինքը ձևավորեց։ Հələ հողից մի քիչ կարողանում ես պատկերացնել, վերցրեց, ծեփեց մարդ սարքեց։ Իր նմանությամբ ինքը օրինակն էր։ Բայց որ հետո գրված է, որ ինքը վերցրեց, ասում է կողի ոսկորից ու կին ստեղծեց ու այստեղ բացվում է գաղտնիության ճոխությունը, որ ամեն մի կին այս աշխարհում շատ գաղտնի կառույց է, ու այդ գաղտնի կառույցը մենակ մեկին է տրված, համար առաջին էդի Աստծուն եւ համար երկրորդ այն մեկին, ով որ օրես մի օր այդ կնոջ կողքը կկանգնի, ինչպես ամուսին։ Զարմանալի բան եմ ուզում, որ դուք տեսած ելնեք, կինը միշտ մնալու է առեղծվածային, որովհետեւ Աստված է տեն ստեղծել։ Այսինքն իր մեջ այնքան գաղտնիք է դրոյ Աստված, որ տղամարդ սաղ կյանքը պետքա ինչ անի, տարված լինի իր կնոջով ու բացահայտի իր մեջի գանձերը։ Ես հիմա չգիտեմ ինչ Աստվածը տենց արել, բայց Աստված ինչ որ անում է ինքը լավ անում։ Մենք պետքա բացահայտողներ լինենք, տղամարդիկ բացահայտող են, ոչ թե ուրիշ կնոջ կյանքը բացահայտե, այլ իր կնոջ կյանքը բացահայտե։ Դրա համար օտար կանանց մոտ մի վազեք։ Բոլոր եղբայրները թող ասեն ամեն։ Լսեք, շատ կարևոր բան եմ ուզում, որ դուք տեսած ելնեք։ Աստված զարմանալ ձևով ստեղծեց կնոջը ու ոչ մի ձևով նկարագրված չի, թե ինքը ոնց էդի արեց։ Նա ուղղակի ասում է։ Բայց գիտեք, մի քանի բան, առնվազն մի 5-6 բան ուզում եմ ասեմ։ Տեսեք, առաջի բաներից մեկը, որ ինքը վերցվեց մարդուց։ Այդ նշանակում է, որ պետքա մարդով էլ պաշտպանված լիներ։ Աստված շատ առեղծվածային գործ անում, գաղտնի է անում ու էդի Ադամի աչքերից զուրկ անում, որ Ադամը անկարծ չտեսնի այդ երևույթը։ Ինչու՞, որովհետև հարցը նրանում չի, որ ինքը չէր վստահում Ադամին։ Հարցը նրանում է, որ Ադամի համար դա պետքա միշտ բացահայտման թեմա մնա, որ ինքը միշտ իր կնոջը բացահայտի։ Երկրորդ բանը, ուզում եմ, որ դուք տեսնեք, որ այդ գաղտնիությունը իր մեջ մշտական գանձերի դուռ է բացում, սիրելի կանայք, դուք ուշադիր եղեք, ես ձեր մասին եմ խոսում, որ դուք ձեզի չփչացնեք օտար բաներով, դրան դեր կանդրադառնաք։ Նայեք ինչ հետաքրքիր բան ենք մենք տեսնում։ Հետո տեսնում ենք, որ կնոջ հետ միասին եկավ մյուս կարևոր հասկացողություն այս աշխարհի մեջ, դա մարդ-մարդ հարաբերությունն է։ Բոլոր կանանց միջոցով մարդ-մարդ հարաբերության այս կրակը գալիս է կնոջ միջոցով։ Այսինքն, երբ որ Աստված ստեղծեց Եվային, հələ մինչև ընտանիք սարքելը մարդ-մարդ հարաբերությունը եկավ կնոջ հետ միասին։ Մարդ-մարդ հարաբերությունը, ոչ թե մարդ-մարդ սպանությունը։ Մարդ-մարդ հարաբերությունը եկավ կնոջ միջոցով։ Ուշադրություն դարձեք։ Էսի մյուս կարևոր սկզբունքն է, որ ուզում որ դուք տեսածելնեք։ Երբ որ եկավ մարդ-մարդ հարաբերությունը, ուրեմն մարդ-մարդ հարաբերության գլխավոր աշխատանքը ով է պահում։
Կինը։ Կինն է պահում իր տան մթնոլորտը մարդ-մարդ հարաբերության։ Կինն է պահում այս հասարակության հարաբերությունը, դա եկեղեցին է։ Լսեք, կնոջ միջոցով եկավ մարդ-մարդ հարաբերության գլխավոր գաղտնիքը։ Դրա համար Աստծո խոսքը, որ ասում է սիրի քո ընկերոջը քո անձի պես, այդ հասկացողությունը եկել է կնոջ հետ միասին։ Ես ուզում եմ, որ այստեղ գաղտնիք վերցնենք մեզ համար։ Մյուս կարևոր սկզբունքը, որ ուզում եմ հասկանանք, ընտանիքի հասկացողությունը նույնպես եկավ կնոջ մեջ, կնոջ հետ միասին։ Դրա համար կանայք կամ ընտանիքը քանդում են կամ ընտանիքը կառուցում են։ Ամեն տեսանկյունով, ամեն կողման է։ Ուրեմն, ընտանիքի հասկացողությունը եկավ նույնպես կնոջ միջոցով, որտեղ Ադամը մարդ Աստված հարաբերության մեջ էր, բայց կնոջ միջոցով եկավ ընտանիքի հասկացողություն նաև։ Ավելին ասեմ ձեզ, եկավ նաև որդեծնության գաղտնիքը։ Այսինքն նաև կնոջ միջոցով կինը դարձավ, գիտեք ինչ, նոր սերունդների ազատագրման կառույց։ Կնոջ միջոցով նաև նոր սերունդներ էին սկսում այս աշխարհի մեջ բացվել։ Այսինքն սերունդի գաղափարն էլ է կնոջ հետ միջոցով եկել այս աշխարհի մեջ։ Իսկ այս ամեն ինչը ով պետքա պաշտպանի։ Տղամարդը։ Դրա համար տղամարդիկ կռիվ են տալի, մեկը իր կնոջը կպնում է, հարցերը շատ բուրդ է։ Եթե մեկ ինչ որ սխալ բան է ուզում անի իր սիրածի, իր սիրեցյալի նկատմամբ, յուրաքանչյուր տղամարդ շատ վտանգավոր է դառնում այդ ձևի ոտնձգություն անողների դեմ։ Դրա համար հետո խոսքը ասում, որ ոչ մի բանի երեսին տղամարդիկ չեն կարողանում նայեն, երբ որ հանկարծ ինչ որ մեկը կպել է իրանց տանը կամ իրանց տան անդամին։ Ուզում եմ, որ դուք այս բաները տեսնեք, սկզբունքներ, Աստված վերցրեց կողոսկրից, Աստված գաղտնի ձևով այդ ամեն ինչը արեց, որ Ադամը չտեսնի այդ process-ը, Աստված մարդ-մարդ հարաբերություն բերեց կնոջ միջոցով, Աստված ընտանիքի հաստատությունը բերեց կնոջ միջոցով։ Հետո մենք տեսնում ենք, որ որդեծնություն նաև եկավ կնոջ միջոցով, եւ հետո տեսնում ենք այդ ամեն ինչի վրա Աստված տղամարդուն դրեց ինչպես պատասխանատու, որ ինքը պահի ու պաշտպանի։ Ոչ թե իշխի, պահի ու պաշտպանի, ոչ թե փչացնի, պահի ու պաշտպանի, որ եթե դու կարաս ուրիշի կնոջ հետ հարգալից խոսած, բայց քո կնոջ հետ անարգալից խոսած, շատ վտանգավոր բան ես անում։ Եթե կարաս դու շատ համեստ խոսած ուրիշի կնոջ հետ, բայց քո կնոջ հետ թույլ տաս քեզ բարկանալ, դու ապաշխարության կարիք ունես։ Վտանգավոր է բաները։ Մենք պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչը մենք պաշտպանում ենք, ոչ թե գոռում ենք, ոչ թե բարկանում ենք, ոչ թե փչացնում ենք, այլ պաշտպանում ենք։ Այսքանով արժևորել էր Աստված, երբ որ ստեղծեց Եդեմական պարտեզում այս ամեն ինչը։ Եդեմական պարտեզում ոչ մի օտար բան չկար, ոչ մի այն բոլոր մեր հասկացողությունները, ինչ որ մենք հասկացողությունն ենք, գիտակցում ենք, ընկալում ենք, մեկս մյուսին դավաճանում ենք, մեկս մյուսի վրա սխալ վերաբերմունքներ ենք զարգացնում, բարկանում ենք, բորբոքվում ենք, այդ բոլոր բաները չկար Եդեմական պարտեզում։ Այդ ամեն ինչը եկավ, գիտեք երբ? Երբ որ Ադամը եւ Եվան նրանք իրանց մտքի աշխարհը տվեցին մեկ ուրիշի։ Տվեցին մեկ ուրիշի, հենց տվեցին մեկ ուրիշի, բոլորը թույլ տվեցին, ինչ սխալ բաներ իրանց ընթացքի մեջ։ Ու արդյունքում այն եղավ, որ տղամարդը իրա հերթին արժեքազրկվավ, կինը իրա հերթին արժեքազրկվավ։ Բայց գիտեք, երբ որ մարգարեական խոսքը Աստված ասեց հենց Ծննդոց 3:15-ում, որ ասեց կնոջ սերունդից կգա քո գլուխը ջախջախողը։ Գիտեք, սա ամենալուրջ մարգարեություններից մեկն էր, որ ի սկզբանե Աստված ակտիվացրեց ու այս մարգարեությունը հենց եղավ, այդ օրվանից սկսած Սատանան սկսեց փչացնել կանանց։ Այդ օրվանից սկսած, հենց այս մարգարեական խոսքը սկսավ, այդ օրվանից սկսած Սատանան սկսեց փչացնել կանանց։ Ինչու՞, որտեղ ինքը չգիտեր այդ կինը ով է, ու ինքը չգիտեր որ մի կնոջ միջոցով է դի գալու։ Ու ոչ մեկի վրա չէր կարա ինքը ասես մեկին գտներ, որ այդ մեկի հարցը լուծեր բրծներ։ Դրա համար ինքը դա մասսայական է սարքում, անարգելով, օգտագործելով այդ ամենակարևոր կառույցը փչացնելու համար, քանդելու համար, վնասելու համար, բայց ոչ կառուցելու համար։ Աստված ընդհակառակը
Ինքը կառուցում է, ինքը բարձրացնում է, ինքը հաստատություն է տալիս, սյուն է սարքում եւ այդ ամբողջ համակարգի վրա կառուցում է իր փառքի ներկայություն այս աշխարհի մեջ։ Դրա համար եկեղեցին այսօր կնոջ կառույց է։ Մենք պետք է էսի իմանանք։ Ինչի համար ես այս բանը բարձրաձայնեցի։ Սիրելի քույրեր կամ սիրելի եղբայրներ, ուզում եմ որ դուք տեսնեք, մարդը իր կարևորությամբ ստեղծվավ ու շատ գեղեցիկ ստեղծվավ, որովհետև Աստծո պատկերով ու նմանությամբ։ Կինը իր ամեն ինչով գեղեցիկ ստեղծվավ, որովհետև էլի ուներ Աստծո պատկերն ու նմանությունը։ Բայց ամեն մեկի պատասխանատվությունը շատ տարբեր էր։ Դա նրա համար չէր, որ իրար հետ մրցակցեին, այլ դրա համար էր, որ իրանք Աստծո հետ համագործակցելով իրանց կոչումը, առաքելությունը, առաքինությունը գործի դնեին։ Հասկանում եք, այսքան ճոխ բան ենք մենք տեսնում Եդեմական պարտեզում։ Ու այս ամբողջ ճոխության մեջ գիտեք ինչն անձի զարմացնում, որ իրանք ոչ մեկի վրա բարկություն չուներ, ոչ մեկի վրա պիտակ չուներ, ոչ մեկի վրա սխալ բան չէր տեսնում։ Նրանք մեկը մյուսին տեսնում էին ուրիշ լույսի մեջ։ Ադամը ուրախանում էր, երբ որ այդ կառույցը ստեղծվավ։ Հենց մեղքը մտավ աշխարհ, Ադամը սկսեց անիծել այդ մեկին։ Հենց մեղքը մտավ այս աշխարհ, Եվան սկսեց չվստահել այդ մեկին։ Ու մենք մտածում ենք, այս կոնֆլիկտը որտեղից է սկսվել, այս կոնֆլիկտը ընդեղից է սկսել։ Բայց ինչևէ, ես չեմ ուզում այս կոնֆլիկտը այսօր բարձրաձայնեմ։ Ես ուզում եմ այսօր քո ուշադրություն գրավեմ մի կարևոր բանի վրա, որ ես ու դու կարևոր լինելով մեր ամեն մեկս մեր դիրքին համաձայն, տղամարդը իր դիրքին, կինը իր դիրքին, մենք Աստծո տեսանկյունով պետք է մտածենք, որ զարգանանք։ Եթե Աստծո տեսանկյունով չմտածենք, չենք զարգանա։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։ Աստված շատ հետաքրքրված է յուրաքանչյուրիդ կյանքով։ Բայց մենք պետք է շատ զգուշ լինենք, ինչի, որովհետև մենք տեսնում ենք, այսօր իմ քարոզը հենց վերնագիրն էլ այսպես է զգուշացի։ Հիմա հարց կարա բարձրանա, ինչից զգուշանանք։ Եկեք ասեմ ինչից զգուշանանք։ Ինչից պետք է մենք զգուշ լինենք։ Հիսուսը շատ կարևոր մի հատ խոսք ասում, դա գրված է Մատթեոսի 13:33 խոսքը։ Ուրեմն պատկերացեք, Հիսուսը սկսում է Աստծո արքայության մասին տեղեկություններ բացել։ Նա խոսում է արքայության մասին։ Նա բացատրում է արքայությունները տարբեր ձևերով, ուզում է հասկացնի մարդկանց ու հետաքրքիրը, որ այդ ամեն առակների մեջ, այդ ամեն օրինակների մեջ մի հատ լավ օրինակ է մտցրել, որը դուրս շատ է գալիս, ու այդ օրինակը սենց ասում։ Ասում է մի ուրիշ առակել ասես 13:33-ն է։ Նրանց երկնքի արքայությունը նման է խմորի, թթխմորի մասին է խոսքը, խմորման գաղափարն է, որ մի կին, ուշադրություն դարձեք, մի կին, բոլորը թող ասեն մի կին, առավ եւ 3 չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչեւ որ բոլորը խմորվեցավ։ Սա մարգարեական խոսք է հանձինս կանանց համար, բայց տղամարդիկ էլ կարան օգտվեն։ Բայց սա մարգարեական խոսք է յուրաքանչյուր կնոջ համար, ովքեր ստեղ լսում են, ովքեր դեռևս ընձի լսելու են։ Սա մարգարեական խոսք է, որ մի կին վերցրեց 3 չափ ալյուրի մեջ մի փոքր թթխմոր դրեց, մինչև որ ամբողջը խմորվեցավ։ Ու Հիսուս ասում է, սա նման է Աստծո արքայությանը։ Ինքը այս օրինակով նմանացնում է Աստծո արքայությունը, ինչա ուզում, որ քո ներսում անի։ Տերը ինչա ուզում, որ ամեն մի կին իր ընտանիքի մեջ, իր ազգատոմի մեջ անի։ Ինչ։ Ինքը ուզում է, որ դու վերցնես Աստծո արքայության խմորը, դնես քո կյանքի մեջ ու քո ընտանիքի մեջ, եւ քո ամբողջ ընտանիքը ի զանգվածը խմորվի։ Երկնքի իրականությունով, ոչ թե այս աշխարհի։ Եթե երկնքի իրականությունով խմորվավ քո տունը, դու շանս ունես փրկության։ Քո տան ամեն անդամների համար։ Բայց եթե դու ուրիշ խմորումներ բերես քո տան մեջ, դու շանսը բաց ես թողելու։ Ես ուզում եմ այսօր, որ ոչ մեկը շանսը բաց չթողեք։ Աստված շանս տվող Աստվածը, ուզում եմ, որ դուք չկորցնեք, այլ ձեռք բերեք։ Ուշադրություն դարձեք, որ Հիսուսը, երբ որ այս առակը բարձրաձայնում է, նա նմանեցնում է Աստծո արքայությունը այս պատկերով, որ մեզ բոլորիս հասանելի է։ Խմորը խմորում է, նա ամբողջ զանգվածը ակտիվացնում է։ Պատկերացրեք, սա շատ կարևոր է։ Հիսուսը մեկ ուրիշ տեղ ասում է Մատթեոսի 6:31-33 ասում է, ուրեմն հոգս մի անեք, ասելով, թե ինչ պետքա ուտենք, կամ ինչ պետքա խմենք, կամ ինչ պետքա հագնենք, որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում, որոնք Աստված չունեն, կամ կռապաշտ են, կամ օտար բաների մեջ են։
Բայց շարունակում է մեզ ասել. «Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ»։ Ուշադրություն եկեք դարձնենք, որ Հիսուսը պատվեր է տալիս, ինչ պատվեր է տալիս, որ բոլորդ ուշադրություն դարձնեք եւ ձեր տները խմորեք երկնքի իրականությունով եւ ոչ թե այս աշխարհի իրականությունով։ Երբ որ դուք ձեր տները այս աշխարհի իրականությունով եք խմորում, դուք ակնկալեք, որ շատ շուտով վնասվելու եք։ Շատ շուտով, որտեղ հնարավոր չի, դուք այս աշխարհով խմորեք ձեր տները ու չվնասվեք։ Դա չի գործում։ Ինչով որ դու խմորես, դրանով լցվելու է քո տունը։ Դու պետքա շատ խորագետ լինես։ Հիսուսը ստեղ ասում է, Աստծո արքայությունը պետքա բերես քո տան մթնոլորտի մեջ։ Ոչ թե այս աշխարհի քո անցյալի իմացած ձևերը, այլ Աստծո արքայությունը։ Սա է նորությունը։ Այս աշխարհի քո իմացած ձևերը նորություն չեն։ Նորությունը Աստծո արքայության այս ճոխությունն է, որ Տերը ուզում է, որ մենք ներմուծենք մեր տները։ Ինչի համար եմ ես այս բանը կապում կնոջ ծառայության հետ, որտեվ կինը իր տան խմորման գործի պատասխանատուն է։ Կինը իր տունը ինչով է խմորելու, դրանց կախված է իր տունը ուր կհասնի։ Ու տղամարդիկ արդեն ըստ դրա պաշտպանելու են ինչ որ խմորվել է իրանց տան մեջ։ Տղամարդիկ ինչ կբերեն իրանց տները, հասկացեք, գրվածքները ասում է, որ իմաստուն կինը կառուցում է, անմիտ կինը քանդում է։ Մենք պետք է խորագետ լինենք։ Եկեք ուշադրություն դարձնենք, սա շատ կարևոր է։ Ուրեմն Մարկոսի 8:13-14 խոսքերում Հիսուսը զգուշացնող խոսք է բարձրացնում իր աշակերտներին։ Եվ նրանց թողեց, դարձյալ նավը մտավ եւ այն կողմ գնաց, ժողովրդին թողեց։ Ծառայություն էին արել ժողովրդին։ Եվ մոռացան աշակերտները հաց վեր առնել եւ մեկ հացից ավել չունեին իրանց հետ նավի մեջ։ Եվ նրանց պատվիրում էր Հիսուսը խոսակցությանը բռնկվե։ Այնքան մենք հաճախակի կուրացած ենք այս մեր մթնոլորտով, որ Հիսուս այսօր բաներ կարա խոսա մեզ հետ, մենք չջոկենք։ Լսեք ինչ ասում։ Եվ նրանց պատվիրում էր եւ ասում. զգուշ կացեք փարիսեցիների խմորից եւ հերովդեսյանների խմորից։ Իսկ աշակերտները իրար հետ միտք էին անում եւ ասում են, որովհետեւ հաց չունենք, երևի Հիսուս դրա համար ասում։ Գիտեք, մենք ավելի շատ այս աշխարհի բանով ենք մտածում, քան թե Հիսուսի ասածներով։ Ինչով դու այս աշխարհի բաներով որ մտածում ես, դա խմորում է կոչվում։ Դա սկսում է քեզի ձևավորել։ Դու գիտես, երկնքից բարկություն չես սովորի։ Դու երկնքից մեղք չես սովորի։ Դու երկնքից աննազանդություն չես սովորի։ Դու երկնքից երբեք տխրություն չես սովորի։ Ինչ որ դու սովորում ես, երկրից ես սովորում։ Որտեվ քո վարկն ու բարկը դա ցույց տալու։ Եթե դու բարկանում ես, ուրեմն դա երկրից է եւ ոչ թե երկնքից։ Եթե դու չես նվիրվում, էդի ուրեմն երկնքից չի, դա երկրից է։ Եթե աննազանդության թեմա կա, նշանակում է մենք երկնքից բան չենք սովորում, մենք երկրից ենք սովորում։ Դրանք բոլորը խմորումներ են մեր մեջ ու մենք պետքա դրանց դեմը առնենք, արգելենք, դուս անենք, որ մենք մարդկորեն չմտածենք, այլ երկնային իրականությամբ մտածենք։ Սա շատ կարևոր է։ Սիրելիներ, եկեք ուշադրություն դարձնենք, երբ որ իրանք այս մտորումը իրանց ներսում բարձրացնում են Հիսուսի ասած խոսքի վրա, Հիսուսը իմանալով ասեց նրանց. ինչ եք միտք անում, թե հաս չունեք։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ Հիսուսի մոտեցմանը։ Նայեք ինչ է Հիսուսը ասում։ Մի քանի բաներ այստեղ կարևոր է, որ ես ու դու կարևորենք մեզ համար։ Եղբայրներ, քույրեր, խնդրում եմ ուշադիր լսեք։ Սա շատ կարևոր է։ Տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Հիսուսը իմանալով ասեց նրանց. ինչ եք միտք անում, թե հաց չունեք։ Տակավին չեք իմանում եւ չեք հիշում, տակավին թմրած է ձեր սիրտը։ Արդեն 3 բան ինքս թե ասես, թե մարդկանց վիճակը ինչ վիճակում է։ Համար առաջին, ասма չեք իմանում, ինչու չեք իմանում Հիսուսի խոսքերը, որովհետեւ ձեր միտքը ուրիշ տեղ է։ Երկրորդ բանը, չեք հիշում, այդ նշանակում է, որ Աստծո արած բարիքները մոռացել են, կամ Աստծո արած հրաշքները մոռացել են։ Եվ երրորդը ասում է, ինչ ձեր սրտերը թմրած է։ Սրտերը ինչով է թմրած, այս աշխարհի ազդեցության պատճառով։ Հետո շարունակում է։ Մյուս եռյակին նայեք, 18 խոսքը, ասում է աչք ունեք, չեք տեսնում, ականջ ունեք, չեք լսում, ու նոր շեշտում է չեք հիշում։ Ինչի մասն է խոսքը։ Աչք ունեք, ականջ ունեք, բայց չեք լսում, չեք տեսնում, ու չեք հիշում։ Գիտեք ինչ է նշանակում, որ մեր միտքը այս աշխարհում է, ոչ թե Աստծո աշխարհում։ Սիրելի քույրեր, եթե ձեր տները լցված այս աշխարհով, դուք չեք օգնում ձեր տղամարդկանց էլ ձերպես եք սարքելու։ Եթե դուք բամբասող եք, ձեր տղամարդիկ են բամբասող դառնալու։
Տղամարդիկ, եթե դուք չեք հոգում, որ երկնքի ներկայությունը գա ձեր տների մեջ, դուք տոն չեք հաղորդում, նշանակում է ձեր տները այս աշխարհի մեջ են ելնելու։ Ու դուք չեք հոգալու, որ ձեր տները երկնքի իրականության մեջ ելնեն։ Սա պետքա փոխեք։ Որտեւ այնքան աշխարհ կա մեր տներում, որ տունը մտնում եմ, հլնում եմ, ես աշխարհ եմ տեսնում, ոչ թե երկինք եմ տեսնում։ Սա բաց թեմա է։ Պետքա ես ու դու խորագետ լինենք։ Որ մի տունը, որ մտնեմ, ես հլնեմ, ես կարամ հասկանամ այդ ընտանիքը ինչի մասին է մտածում։ Գիտեք ինչու? Որովհետև տոնը դուք եք հաղորդելու։ Ձեր տան մթնոլորտի պատասխանատվությունը ոչ մեկ ուրիշի վրա է բացի ձեզանից։ Իմաստուն մարդը իր տունը լցնում է երկնքի իրականությունով, ոչ թե աշխարհի աղբով։ Եթե մեր տներում խաղաղության կորուստ կա, այդ նշանակում է մենք հոգացել ենք, որ այս աշխարհը մուտք գործի մեր տները։ Եթե մեր տներում անհաշտություն կա, այդ նշանակում է մենք այս աշխարհի մեջ ենք, ոչ թե երկնքի իրականության մեջ։ Մենք չենք պաշտպանում մեր տները, որ Աստծո խաղաղությունը ընդե թագավորի, մենք ավելի շատ տարված ենք այս աշխարհի իրականությամբ։ Դրա համար ամեն մեկը ձեզի սթափեցրեք ինչ բանով, որ դուք չմտածեք ձեր ընտանիքների մեջ օտար բաների մասին, մտածեք Աստծո բաների մասին, երկնքի բաների մասին պետքա մտածեք ձեր տների մեջ։ Ինչու էսի կարևոր, որովհետև Հիսուս ասում է աչք ունեք, ականջ ունեք, բայց ոչ տեսնում եք, ոչ լսում եք եւ չեք հիշում։ Ինչը չեք հիշում իր ասածները։ Եթե մենք իր ասածները չենք հիշում, ապա մենք օտար խմորումներ ունենք մեր ներսում։ Եթե օտար խմորումները նշանակում է դու աշխարհիկի պես ես ապրում, հոգևոր լինելով կամ Աստծուց ծնված լինելով։ Ոնց է դա արտահայտվում։ Մենք հեսա հասկանանք ոնց։ Եկեք շարունակենք։ Հիսուսը հիշեցնում է ինչ որ պետք է իրանք հիշեին։ Իրանց ասում է 19:21 խոսքերում. Երբ որ այն 5 հաց, այն 5000 համար կտրեցի, քանի կողով լիքը վերառակ նրանց կտորներից, եւ նրանք ասեցին 12։ Եվ երբ որ 7 հացը 4000-ի համար, քանի զամբյուղ վերառակ նրա կտորներից, նրանք ասում են 7։ Եվ նրանց ասեց. ապա ինչու չեք հասկանում։ Ապա ինչու չեք իմանում։ Ինչա ձեր ֆոկուս ուրիշ տեղ է թվում։ Չունենք, չկա, չի ստացվում։ Ինչա ձեր ֆոկուս ուրիշ տեղ է թվում։ Ինչով եք լցնում ձեր սիրտը։ Սիրելիներ, էսի շատ կարևոր է։ Եթե կառուցման գործը դրված է ինչ որ մեկի վրա, եւ պաշտպանության գործն էլ դրված է ինչ որ մեկի վրա, ապա ես ուզում եմ, որ դուք երկնքի հետ կապնվեք։ Որ չպաշտպանեք ձեր մեղքը, որ չպաշտպանեք ձեր վարքն ու բարքը, այլ լցնեք իրականությամբ երկնային։ Որտեւ երբ որ դուք հանկարծ խմորում եք այս աշխարհի խմորում, դուք սկսելու եք աշխարհը պաշտպանել։ Երբ որ դուք սկսեք երկնքով, դուք սկսեք երկինքը պաշտպանել ձեր տների մեջ, որ ձեր տան մեջ ոչ մի քաոս չպետք է լինի։ Իսկ եթե քաոս կա, ուրեմն դուք թույլ եք տվել կամ համակերպվել եք այս աշխարհի ոտնձգության ձեր տների մեջ, կանգնեցնել է պետք։ Պետք է կանգնեցնել։ Եկեք շարունակենք։ Ինչ եմ ուզում, որ դուք ստեղ տեսնեք։ Երբ որ Հիսուս այս բաները խոսած, վերջացրեց, զարմանալի բան եմ ուզում տեսնեք։ Հիսուսը զգուշացնում է ինչի մասին։ Համար առաջին, ասում է զգուշացեք փարիսեցիների եւ հերովդեսյանների խմորից, հետո ինքը ցուցատալիս այն խմորը, որի խմորման մասին ինքը խոսում է, դա արքայության խմորն է, չէ՞, որ ասում է միկին վերցրեց, դրեց ալյուրի մեջ եւ դա ամբողջանգված խմորեց։ Ինչ ենք մենք բացահայտում, ուզում եմ էսի տեսնեք։ Այս խոսակցությունից հետո անմիջապես Հիսուսը ցույց է տալիս իր հրաշքը։ Նրանք գալիս են մի հատ տարածք, շարունակությունը հենց 8-ի 22-ից 26 խոսքերում նկարագրված է, որ մի հատ կույր բերեցին Հիսուսի առաջ։ Այդ կույրը մինչև էլ բոլորը տեսել էին։ Մինչև էլ բոլոր փարիսեցիները տեսել էին։ Մինչև էլ բոլոր սադուկեցիները տեսել էին։ Այսինքն բոլոր մարդիկ տեսել էին։ Բայց ոչ մեկ ոչ մի բան չէր արել։ Ինչու՞։ Որովհետև եթե ես ու դու այս աշխարհի խմորով ենք խմորված, մենք բան չենք կարող անենք։ Մենք լուծում չենք կարող ունենանք։ Բայց եթե մենք երկնքի իրականությամբ ենք խմորված, մենք կույրի աչքեր կբացենք։ Ու Հիսուսը դիտակտիկորեն էսիա ցույց տալի։ Երբ որ քո իրավիճակը չի փոխվում, շարունակում է մնալ քո համառության պատճառով։ Պատճառը գիտեք ինչն է, որ դու երկնքի հետ չես աշխատում։ Աստծո խոսքի հետ չես աշխատում։ Ու այդ վիճակը շարունակելու է հարցը բարձրանալ։ Մինչև երբ։ Դու պետք է խորագետ լինես, սիրելիներ։ Երբ որ այս մարդիկ գալիս են կույրին բժշկում են, ու ինքը ցույց է տալիս, որ եթե դուք չզգուշանաք փարիսեցիների ու սադուկեցիների կամ այդ հերովդեսյանների խմորից, դուք չեք կարող օգնել ոչ մեկին, որտեղ ոչ մեկ չկարողացավ օգնի։ Իսկ ես ձեզի առաջարկում եմ, որ դուք զգուշանաք այս մի բանից, որ կարողանաք անել այս մի բանը։
Եկեք տեսնենք ինչ է նշանակում փարիսեցիական խմոր։ Գիտեք, փարիսեցիական խմորը այսօր է շատ հայտնի է բոլորիս, մենք շատ ենք տեսնում այդ բանը։ Եկեղեցիներում անգամ այս բանը շատ է։ Հավատացյալների մեջ էլ այդ բանը արդեն շատանում է։ Գիտեք ոնց է դա շատանում, որ շատերս գիտենք Աստծո բաների մասին, բայց մենք դրան համապատասխան մեզի չենք պահում։ Արդեն ստեղ մի հատ հարց է բարձրանում։ Իմ իմանալը ինձ փարիսեցի է դարձնում։ Ինչու՞, որտեվ ես իմ իմացածը գործի չեմ դնում։ Եթե ես գիտեմ ինչ-որ մի բան Աստծո մասին կամ Աստծո ուզածի մասին, ու ես դրա համապատասխան բան չեմ ակտիվացնում, ես նշանակում է դառնում եմ փարիսեցի։ Շատ բան գիտեմ, բայց ոչ մի բան չեմ անում։ Երբ որ հերթը հասնում է, որ պետքա ներեմ, չեմ կարող ներեմ։ Ինչի չեմ կարող ներեմ, բայց ես գիտեմ, որ պետքա ներեմ, որովհետև Աստծո խոսքն է այդպես ասում, բայց չեմ անում այդ բանը ինչու, որովհետև իմ միտքը զբաղված չի Աստծո ասածով։ Իմ միտքը զբաղված է այս աշխարհի բաներով։ Ուշադրություն դարձեք, որ փարիսեցիական խմորը դա զրկում է մեզ աստվածային կյանքից։ Եթե այսօր դու կարաս կանգնես, ասես, որ Աստծո խոսքը չի գործում իմ կյանքում, դու փարիսեցի ես։ Ինչու՞, որովհետև խոսքը գիտես, բայց այդ խոսքին չես հնազանդվում։ Խոսքն է այդպես ասում։ Չմտածեք, որ ես հիմա եկել եմ ձեզ մեղադրելու։ Ես ուզում եմ բանը բացեմ, որ ձեր աչքերը բաց լինի, տեսնեք այն բաները, որ պետքա փոխվի։ Եթե ես տեսնում եմ, որ Աստծո խոսքը իմ կյանքում չի գործում, նշանակում է ես վտանգի մեջ եմ փարիսեցիական վարքի ու բարքի։ Ես պետքա զգուշանամ, ինչու, որովհետև Հիսուսն ասում զգուշացի։ Եթե դու գիտես այդ բան, չես տրվում այդ բանին, ո՞նց բաները կփոխվի։ Բայց աստվածային կյանքը քո մեջ է, ու այդ կյանքը չի երևում քո ընթացքի մեջ։ Եթե չի երևում, ինչու, որովհետև խոսքը գիտենք, բայց չենք հնազանդվում այդ խոսքին։ Փարիսեցիները այսպես էին։ Փարիսեցիների խմորը վտանգավոր է, գիտեք ինչով, որ իրանք ինչ էին անում։ Խոսքը գիտեն, բայց այդ խոսքը չէին անում։ Միթե ծանոթ բան չի։ Քանից ձեզանց խոսքը գիտեք, բայց դժվարանում եք այդ խոսքը կատարելը։ Իհարկե, բոլորս այդպես բաների միջով անցնում ենք։ Ստե Տերը ուզում է, որ ես ու դու որոշում կայացնենք, որ իմ ներսում ոչ թե այս աշխարհի խմորումը կամ կրոնավոր խմորում պետք է լինի, իմ մեջ պետք է Հիսուսի ուզածը լինի, իսկ դա հնազանդությունն է, իր ասածի նկատմամբ, իր ուզածի նկատմամբ։ Գիտեք, Մատթեոս 23-րդ գլուխը մեզի շատ ռեալ պատկեր է տալիս, ոնց է Հիսուսը փարիսեցիների մասին խոսում, կեղծավորների մասին խոսում։ Գիտեք, երկու բան, որ հատկանշական է։ 8 անգամ հիշատակում է կեղծավոր բառը եւ մոտավորապես 5-ից 6 անգամ էլ հիշատակում է կույր բառը։ Պատկերացեք, 8 անգամ հիշատակում է կեղծավոր բառը փարիսեցիների մասին, 5 թե 6 անգամ հիշատակում է կույր բառը։ Այդ նշանակում է, որ երբ որ մենք այդ խմորումը ունենք, մենք Աստծո բաներ գիտենք, բայց կույրերի պես ենք ապրում։ Ասես ոնց որ չենք հասկանում մեր իրավիճակը։ Աստծո հետ չենք համագործակցում, որ այդ իրավիճակը փոխվի։ Կույր ենք։ Բայց դու գիտես, որ Հիսուսը կարա հրաշք անի քո համար, ու դու հլը խուսափում ես այդ հրաշքից, կամ չես տրվում այդ հրաշքին, կույր ես ուրեն։ Փարիսեցիները գիտեն, բայց չեն տրվում։ Սա խոսում է կույրության մասին։ Տեսեք, նրանք կեղծավոր էին, որ գիտեն, բայց այդ խոսքին չէին տրվում։ Նրանք խոսքը անգամ լավ կարային ներկայացնեն, բայց այդ խոսքին չէին տրվում։ Սա փարիսեցիական խմորն էր։ Հիսուս ասում է զգուշ եղեք, դա կանգնեցնելու է հրաշքների տարափը ձեր կյանքի մեջ։ Հրաշքները, որ սկսում են կանգնել մեր կյանքում, դա ոչ թե Աստված է կանգնեցում, մենք ենք կանգնեցում, երբ որ փարիսեցիների պես ենք վարվում։ Մենք գիտենք, բայց չենք տրվում։ Մենք գիտենք, բայց չենք հնազանդվում։ Մենք գիտենք ինչ պետք անենք, բայց չենք անում։ Սա խոսում է, որ կանգնեցնում ենք հրաշքների պատոկը հենց մեր կյանքում, մեր տների մեջ։ Սիրելիներ, երբ որ ալյուրը վերցնում է դնում է 3 պատիկ ալյուրի մեջ, ամբողջ զանգվածը փոխվում է։ Ես ու դու պետք է սկզբունքը վերցնենք, Աստծո արքայությունը այսպես է։ Եթե դու չդնես քո զանգվածի մեջ, բաները չեն փոխվի։ Ինչ ես դնում։ Փարիսեցիական խմոր ես դնում, թե արքայության խմորն ես դնում։ Արքայության մեջ անընդունելի է անհնազանդությունը։ Ուրեմն պետք է եկեղեցու մեջ էլ անընդունելի լինի անհնազանդությունը։ Դժվար բան է։ Բայց պետք է տենց լինի։ Ուզեք թե չուզեք։ Ամեն մի անհնազանդություն դա երկնքի հետ կապ չունի։ Դա այս աշխարհի ոտնձգությունն է եկեղեցու մեջ։ Դրա համար պետք է մենք խորագետ լինենք։ Հիմա ես հարց եմ տալի, եթե եկեղեցու մեջ եմ ասում, ուրեմն քո ընտանիքը նկատի ունեմ։ Քո տան մեջ ամեն մի անհնազանդություն անընդունելի է։ Ով է երբևիցե համակերպվել իր տան անդամների անհնազանդությունով։ Կա ինչ-որ մեկը, որ իր տան անդամների անհնազանդությունով ուրախացել է, նստել ասել է, վայ, փառքը շատ որ սենց անհնազանդ երեխեք ունեմ։ Մեկը կա ձեր մեջ։
Մեկը կա, որ մի հատ մեծ ճոխ սեղանա գցե իր երեխու կամ իր տղու կամ իր աղջիկա աննազանդության համար խնջույքա կազմակերպել։ Այդպես մեկը չկա։ Ուրեմն աննազանդությունը այս աշխարհից է քո տան մեջ։ Պետքա դեմ առնել։ Եթե դու չառնես, ոչ մեկ ուրիշ չի առնի։ Եթե դու չառնես, մեր սրտի մեջ այստեղ պետքա աստվածային խնջույք լինի։ Եթե ես այդտեղ աննազանդությունն եմ, խնջույքը կանգնում է։ Հաղորդակցությունը կանգնում է։ Պետք է իսի զանազան ենք սիրելիներս, մենք այնքան կարևոր ստեղծագործություն ենք թե տղամարդիկին, բայց եթե մենք ուրիշ խմորումների թեմա ենք մեր ներսում զարգացնում, մենք շատ շուտով աննազան մարդիկ ենք դառնում եկեղեցում, մեր տներում, մեր տների հոգս արդեն մեր համար մի հաշիվ է դառնում։ Ամեն մեկս մեր համար, մեր ձևով, մեր ուզածով շարժվում ենք ոնց որ ինքնագլուխ կատուներ, որ իրանց համար են ապրում։ Պետք չէ էսպես։ Պետք չէ էսպես։ Սա քանդում է մեր տները։ Ու մենք պետքա բացենք մեր աչքերը, կույրի պես չլինենք, որովհետև երբ որ կույր ենք, ուրեմն փարիսեցի ենք։ Փարիսեցիների պես չվարվենք, որովհետև դա խմորման հետևանք է։ Մյուս տեսակի խմորումը դա հերովդեսական խմորումներն է։ Հերովդեսական խմորումները, էսի ամենաշատն է տարածված։ Գիտեք, որ թափանցում է եկեղեցի ու մարդիկ գիտեք ինչ են անում, ուզում են աշխարհիկների պես ապրեն։ Ուզում են աշխարհիկների պես ապրեն։ Աշխարհում խաղաղություն չկա հաճույքից բացի։ Այդ հաճույքն էլ սպանողա քանդելու է մեր տները։ Դու եթե ուզում ես աշխարհի հաճույքներով ապրես, դու քանդելու ես քո տունը։ Սիրելիներ, կոչ եմ անում, որ դուք հերովդեսականների պես չանեք։ Այդ խմորումն էլ գիտեք ինչ է։ Այդ խմորումն էլ ամբողջ ակցենտը դնում է մարդկային կարողության ուժի վրա, մարդկային գեղեցկության, մարդկային համակարգի վրա։ Մարդու ֆիգուրա, մարդու գեղեցկություն, մարդու տեսք, մարդու հագուկապ, համեստ հագնվել լավ է, բայց երբ որ դու չափից շատ տարված ես, դու արդեն ուրիշ խմորում ունես քո ներսում, այս խմորումը սկսում է քանդել քո տունը, քո ընթացքը, քո ամեն ինչը։ Պետք է մենք էսի զանազանենք։ Ինչ է հերովդեսական եւ սադուկեցիական այս խմորումը։ Սրանք իրար շատ նման են։ Նրանք մենակ ապրում են այս աշխարհի իրականությունով։ Նրանց գլխավոր լոզունգներից մեկը գիտեք որն է, շատ ճանաչված լոզունգ է։ Հիմա որ ասեմ, կեր խմի քեվ արա մեկը մեռնել կա այս աշխարհում։ Էսի էս հերովդեսականների գլխավոր լոզունգն է։ Հերովդեսականները իրանք ամեն ինչ կապում են մարդու կարողության հետ։ Նրանք շատ են ձևական ընդունում են Աստծո իրականությունը, բայց գովասանքը տալիս են մարդուն։ Երբ որ մենք մարդու կարողությունը, մարդու միտքը, մարդու ձեռքբերումները, մարդու ինտելեկտը, մարդու ով լինելը սկսում են գերազանցել Աստծո ով լինելուց, մենք վտանգի տակ ենք դնում։ Մենք ոչ միայն մեզ ենք վտանգի տակ դնում, այլ այդ բոլոր մարդկանց սպանելու առաջ են կանգնեցնում, որովհետև Աստված ասել է, ոչ մեկի հետ հավասար չի կանգնելու։ Քո ամեն եղբայրը, հայրը, մայրը, քույրը, ով էլ ուզում է լինի, եթե հանկարծ իրանք դարձան քո պարծանքի կամ հիացմունքի, ոնց ասեմ, կենտրոնը, դու իրանց վրա հարված ես բերում ուղակի։ Խոսքն է այդպես ասում։ Ու կարող եմ ես դա ցույց տամ հենց հիմա։ Բայց ուզում եմ տեսնեք, հերովդեսականները գիտեք ինչ են անում։ Նրանք ամբողջությամբ մերժում են Աստծո իրականությունը, որ փառքասուն չտան, այլ պահեն իրանց վրա։ Իրանք ավելի շատ աթեիստական ազդեցություն ունեն իրանց ներսում եւ հենված են ամբողջությամբ մարդկային կարողության վրա։ Շատ ձևական ընդունում են Աստծո անունը, իրականության մեջ անգամ կարան խոսան Աստծո իրականության մասին, բայց հայացք ուղղված է իրանց կարողության վրա, թե իրանք ինչ են արել, թե իրանք ինչ կարողության տեր մարդիկ են։ Իրանք պաշտամունքը իրանց ներսում իրանց վրա են պահում, ոչ թե Աստծո վրա։ Դա ո՞նց արտահայտվում։ Քո վարքից ու բարքից, քո ծառայությունից, քո մոտեցումից, քո գործունեությունից, մեր ամեն մեկիս ընթացքը բացահայտում է, մենք ինչ խմորում ունենք մեր մեջ։ Սիրելիներս, այս երկու խմորումների գլխավոր նպատակ գիտեք որն է։ Այս երկու խմորների գլխավոր նպատակը լսեք։ Շատ ռեալ գրված է դրա մասին։ Երբ որ Հիսուսը Մարկոսի 3:1-5 նկարագրված է, որ մտավ ժողովարան ու բժշկեց մի չորացած ձեռք ունեցող մարդու շաբաթ օրը, հələ տեսեք ինչ աստե գրված։ Փարիսեցիները ասում են շուտով դուրս գնացին Հերովդեսյանների հետ, նրա դեմ խորհուրդ էին անում, թե ինչպես կորցնեն Հիսուսին։ Այսի վերջնական կետն է։ Երբ որ ես ու դու խավարի խմորումով ենք տարված, այսպես ասենք կրոնական խմորումներ ունենք, կամ աշխարհիկ խմորումներ ունենք մեր ներսում, դրանց գլխավոր նպատակը գիտեք որն է, որ սպանեն քո մեջ եղած Հիսուսի կյանքը։
Այդ թե ինչի համար դու գնալով մարում ես, հավեսդ կորում է, չես ուզում աղոտ քանեսել, եկեղեցի գալն էլ այն որ ասում է հազիվ քեզի բերում ես, Աստծո բաների հետ կապված հարցերը սկսում են մարել, ինչի պատճառով։ Սիրելիներս, պետք է հասկանաք էսի։ Փարիսեցիական խմորումը կրոնավոր եւ հերովդեսական խմորումը աշխարհիկ մարդկային։ Նրանք ծրագիր ունեն քո մեջ սպանելու սատանայի Հիսուսի իրականությունը, Հիսուսի կյանքը։ Հիմա էսի բերենք ձեր տների մեջ։ Գանք ձեր տները։ Հիմա գանք ձեր տները։ Մտնենք ձեր տները հիմա։ Ես իմ ասում եմ խոսքը, բայց հիմա գալիս ենք ձեր տները։ Ձեր տներում Հիսուսի ներկայությունը եթալով մեռնում է։ Ու դուք ոչ մի բան չեք անում դրա համար։ Ես էսի հիմա ասում եմ Աստծուց։ Ձեր տներում Հիսուսի ներկայությունը եթալով մեռնում է, ու դուք ոչ մի բան չեք անում դրա դեմ։ Ու Տերը ուզում է սիրելի քույրեր, եղբայրներ, որ ես ու դու խորագետ լինենք։ Մեր տներում Հիսուսի ներկայությունը չպետք է մեռնի։ Մեր տներում գիտեք ոնց է Հիսուս ներկայությունը մեռնում, երբ որ մենք տարվում ենք այս աշխարհով, երբ որ մենք տարվում ենք իրականում կրոնական ապրելակերպով, ձևը կա, բայց զորությունը կորած է։ Արդեն Հիսուսը մեզ այդքան հետաքրքիր չի։ Մենք ավելի շատ տարված ենք ամեն ինչով, բայց ոչ Հիսուսով։ Բայց Հիսուսը տարված էր քեզանով, երբ որ եկավ այս աշխարհի մեջ։ Նա տարված էր քեզ փրկելով։ Նա քեզ իր տեսադաշտի մի ակնթարթ չկորցրեց։ Նա տարված չէր իր հաճույքներով, դրա համար ինքը ասում է հենց 17-ում։ Ինչա մտածում եք Հիսուս չէր կարա, խնդրեմ որ փառաբանողները գան։ Սիրելիներ, այնքան ուզում եմ որ այս բանը հիմա վերցնեք։ Ձեր տներում թույլ չտաք որ կրոնականությունը եւ աշխարհիկությունը սպանի Հիսուսի ներկայությունը։ Սկսի ած ձեր սրտերից, սկսած ձեր տներից, որովհետեւ դուք բոլորից լավ գիտեք ձեր տներում ինչ է կատարվում։ Դուք բոլորից լավ գիտեք ինչի շուրջ եք ձեր տներում ժամանակ անցկացնում։ Դուք բոլորից ավելի լավ գիտեք ձեր տներում ինչով եք տարված, ինչով եք հետաքրքրված։ Մենք բոլորս գիտենք։ Օրինակ պատկերացեք, ես այսօր առավոտ կանուխ ժամը 4-ին արթնացել եմ շատ ուժեղ գլխացավից։ Ինչա որ երեք մի քանի տեղ ծառայության եմ գնացել։ Առավոտ կանուխ ժամը 4-ին ես արթնացել եմ գլխացավ, ասի տարօրինակ գլխացավա։ Ասեցի լավ, դե որ արթնացել եմ։ Ես հո գերի չեմ, էթա մի հատ էլ դեղ խմեմ, որ դրա դեմ առնեմ, էթամ քնեմ։ Քունը փախավ։ Այդ ցավի պատճառով։ Ասի լավ։ Ես եկա սիրուն, կամաց փառաբանություն միացրեցի, որ ոչ մեկին չխանգարեմ, ու սկսեցի լեզուներով աղոթել։ Լեզուներով սկսեցի աղոթել։ Ու գիտեք, այդ ցավը հեռացավ։ Հետո ես սկսեցի աղոթել, շարունակեցի։ Այդ մի ժամից ավել տևում է, ու ես այնքան sense խաղաղություն եկավ, զարմանալի, Աստծո ներկայություն եկավ։ Ու նենց զարմանալի երազ տեսա, ոնց որ Դանիելի վիճակում էի հայտնվել։ Ասի Տեր, մեր տներում ոչ մեկ ուրիշը բացի քեզանից։ Մեր տներում ոչ մեկ ուրիշը բացի քեզանից։ Մեր տներում ոչ մեկ ուրիշը բացի քեզանից։ Ոչ մի դև չպետք է լինի մեր տներում։ Ու գիտեք, մի քանի վաղտել առաջ մի ուրիշ երազ էր։ Ես ապշած էի մնացել։ Գիշերվա մեջ, էլի այդ նույն ժամերին, ես արթնանում եմ, էլի աղոթք եմ անում։ Գիտեք, դուրը ծեծում են։ Ես այնքան շոշափելի այդ ձայնը լսում եմ, որ արթնանում եմ, ես իսկականից մտածում եմ, թե ֆիզիկապես են ծեծում։ Բայց երազի մեջ, գիտեք, ես երազի մեջ եմ եթում դուրը բացելու։ Գնում եմ դուրը բացում եմ, տեսնում եմ, որ խուլության ու համրության ոգին մի քանի խմբակային ընկերներով այցելության եկի։ Դուրը բացում եմ իրանց տեսնում եմ, մեկ էլ այսինքն շփցնում եմ վրները, դուրը փակում եմ ու վերջ։ Այսօր ես ուզում եմ, որ դուք մի հատ մտածեք, ում եք հրավիրում ձեր տները, կուրության ոգուն, անհնազանդության ոգուն, գիտեք անհնազանդության ոգին ոնց է, ինքը հենց խուլությունն է, որ դու լսում ես, բայց չես լսում, որ դու տեսնում ես, բայց չես տեսնում, ու էդի ռեալ դևեր են, որ գալիս են ձեր տները այցելության, եթե իմ տուն են եկի այցելության, ես արդեն հասկանում եմ ձեր ամեն մեկի համար, եթե հովիվի տուն են եկի այցելության, լսեք, եթե հովվի տուն են եկի այցելության, ու դուք մտածում եք ձեր տները չեն եկի այցելության, պրոստը հլը վրներդ խաբար չկա, ոնց եք հասկանալու,
Ձեր տների մեջ Հիսուսը արդեն շատ չի խոսացում։ Ձեր տների մեջ Հիսուսը դադարել է կենտրոնական փառաբանության օղակը լինի։ Խնդրում եմ, կառուցեք ձեր տները։ Մի թողեք, որ կիսատ մնա։ Կառուցեք ձեր տները։ Կառուցեք։ Ձեր գործը շատ պատասխանատու է։ Թե քույրեր ջան, թե տղամարդիկ ջան։ Տղամարդիկ ձեր տների համար հսկեք, կանայք ձեր տների համար հսկեք, օտար բաներ ձեր տների մեջ չբարձանան։ Աստծո խոսքը շատ զարմանալի բաներ է մեզի բացում։ Ես ապշած եմ մնացել։ Լսեք, Մարկոսի 12:13-ում պատկերացեք Հիսուսը բժշկություններ է անում։ Իսկ ասում է փարիսեցիներն ու հերավդոսյանները, ասում է իրանց մեջ դաժե մի քանի հոգու ուղարկեցին, որ Հիսուսին խոսքով բռնեն, որ Հիսուսին սպանեն։ Ոնց է դու հասկանալու։ Լսեք, երբ որ այս աշխարհի մարդիկ գալիս են, սկսում են խոսքով են քեզ ուզում բռնեն։ Հալա որ այդքան նվիրվել ես, ինչ տավելաց է։ Ու մեկ էլ հանկարծ դու ասում ես, դե ոչ բան էլ չի ավելացե։ Ու սկսում ես իրանց, գիտեք ինչ եղաք, ձեզի բռնեցին խոսքով։ Աստված այդքան բարիք արեց ձեր կյանքում։ Ու դուք մի հատ հələ չլուծված հարցի պատճառով ասում եք, ինչ ա եղել մեր կյանքում։ Արդյունքը գիտեք ինչ ալնում, որ ձեզ ինչ որ մեկը խոսքով բռնեց։ Ու այդ խոսքը ով բռնելու process-ը գիտեք ինչ ալնում, հաջորդը ձեզի սպանելու են։ Ձեզի սպանելու են, էդի հոգումա տեղի ունենում։ Էդի ձեր ընթացքի հարցն է, խնդրում եմ, խորագետ եղեք։ Երբ որ ես ու դες բանեն ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ այս խմորումները կրոնական եւ աշխարհիկ խմորումները նրանք նպատակ են հետապնդում, որ սպանեն քո տան մեջ Հիսուսին։ Որ դու քո տան մեջ ամեն ինչի մասին խոսես, բայց ոչ Հիսուսի մասին։ Դրեք ինքն այդ քնություն արեք։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Դուք էլ լավ գիտեք ինչ եմ ասում։ Ձեր յուրաքանչյուրը ձեր տան մթնոլորտի խնջույքների մեջ նստեք զրուցի, կտեսնեք ինչի մասին եք ավելի շատ խոսում։ Հիսուսը դարձել է, ոնց որ դադարել է մեր հիացմունքի, խնջույքների հիացմունքի օբյեկտը լինի, ու մասին մենք կարանք խոսանք, որ իրար գլուխ հավաքվում ենք, մենք ամեն ինչի մասին խոսում ենք, բայց ոչ իր հետ։ Իր իրականությունը բաց ենք թողում։ Սիրելիներ, ձեր տների խնջույքները մի փչացրեք, լսեք Տիրոջ իրականությունով։ Այդ համակարգները, այս երկու համակարգները, այս երկու խմորումները, նրանք հետապնդում են սպանեն Հիսուսի իրականությունը քո կյանքում ու քո տան մեջ։ Գիտեք, անգամ սադուկեցիները, որոնք Հերովդեսյանների նման էին, նրանք չէին հավատում հարությանը։ Հələ տեսեք ինչ են ասում նրանք։ Ասում է, եւ նրա մոտ գալիս են։ Սա նույնպես աշխարհիկ միտք է։ Սա նույնպես աշխարհիկ միտք է, որ քրիստոնյաները ապրում են առանց հարության իրականության հավատալով։ Գալիս են Հիսուսի մոտ, սենց են ասում։ Հələ նայեք, ուշադրություն եք դարձեք։ Նրա մոտ եկան սադուկեցիները։ Դա գրված է Մարկոս 12:18-ում։ Սադուկեցիներ եկան, որ ասում էին, թե հարություն չկա։ Լսում եք։ Սադուկեցիները եկել են հարության հեղինակի մոտ, ասում են հարություն չկա։ Դա ինչի էր հարված։ Այս աշխարհիկ փիլիսոփայությունը ուզում է հարվածի ամենակարևոր իրականությանը մեր սրտի մեջ։ Դա հարության իրականությունն է։ Որտեղ հարության իրականությունը բացակայում է, այնտեղ ոչ մեկը չեք փոխվելու։ Մեր կյանքը չի փոխվում, երբ որ հարության իրականությունը մեզանց հեռանում է։ Եթե մենք չենք հավատում, որ Քրիստոսը հարություն առ է, մենք չենք փոխվելու։ Ու պատկերացնեք, սադուկեցիները չէին հավատում, որ հարություն կա։ Ու եկել են հարության իշխանին, ասում են, որ հարություն չկա։ Իսկ Հիսուս ասում է, ես եմ հարությունը։ Դու այսօր կարիք ունես, սիրելիս, ինչ խմորում զարգացնես քո ներսում։ Ինչ խմորում զարգացնես։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 6-8 խոսքերը, սա մի իրականություն էր, որ մարդիկ պարծենում էին մեղքով։ Ով է երբևիցե պարծեցե, որ անցյալում մեղքեր է գործել։ Սիրելիներ, խնդրում եմ, ուրեմն ընենց նոստալգիայով մի հիշեք ձեր մեղքերը։ Երբ որ դուք նոստալգիայով հիշում եք ձեր անցած գնացած ապրելակերպը, դուք չեք ազատվելու ներկայի մեջ։ Գիտեք եթե ոնց է երևում։ Հələ տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Ասում է ձեր պարծանքը լավ չի։ Գիտեք մարդիկ ինչով էին պարծենում, որ մեղքի մեջ էին ապրել ժամանակին։ Ու ասում է ձեր պարծանքը լավ չի։ Չգիտեք որ մի փոքր խմորումը բոլոր զանգվածը խմորում է։
Ասում է դեն գցեք հին խմորը եւ նոր զանգված լինեք։ Ինչպես որ անխմոր եք, որտեղ մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով, այսինքն մեղավոր կերպով, այլ մենք մաքրության, ճշմարտության չխմորվածով տոն կատարենք։ Այդ ինչի համար Տեր ասում է դեն շպրտեք ամեն մի օտար բան, դեն շպրտեք, այս աշխարհի մտածելակերպը դեն շպրտեք, մի զարգացրեք թշնամություն Աստծո դեմ, մի զարգացրեք, դուք պետք է զգուշ լինեք, որտեղ Աստված զարմանալի բան ունի ձեզ համար։ Ինքան ցավալի կլինի, որ վերջի կանգնեք Աստծո առաջ դատաստանի ու ինքը ցույց տա ձեզ, ասի տեսեք ինչքան բաներ ունեի ձեզ համար։ Բայց ափսոս, որ դուք չտրվեցիք։ Ինքան ափսոս կլինի, որ մենք կանգնենք իր առաջ մեկ էլ ինք ասի, այս էլի քո համար պատրաստ է, այս էլի քո համար պատրաստ է, այս էլի քո համար պատրաստ է։ Բայց մենք ասում ենք, այս աշխարհի միտքը ընդունելով, խմորվում ենք այս աշխարհով ու մեր սիրտը փչացնում ենք ու ասում ենք ինչի բաները չեն փոխվում։ Բաները չեն փոխվի, սիրելիներ, քանի դեռ մենք այս աշխարհի խմորումը ունենք։ Այս աշխարհի խմորումից պետքա ձերբազատվենք։ Այս աշխարհի խմորումը կանգնեցնում է այն օրհնության պատոկը, հոսքը, որ ձեր սրտերի մեջ է։ Դուք ամեն մեկը բազում մարդկանց փրկության պատճառ կարաք դառնաք։ Զարմանալի օրհնությունների պատճառ պետք է դառնաք, բայց պետք է հասկանաք։ Եթե ես այս աշխարհի խմորումը դեռևս իմ մեջ զարգացնում եմ, դա տորմուզ անելու, բլոկիրովկա անելու, կանգնեցնելու, արգելելու է, որ այդ կյանքը ինձանց հոսի։ Չէ՞ որ կյանքը իմ ու քո ներսում է։ Սա շատ կարևոր է։ Պատկերացեք ինչքան կարևոր է, որ Պողոս առաքյալը շարունակում է 15-րդ խոսքում մի հատ կարևոր միտք բարձրացնել։ Ասում է, եթե մարդկորեն Եփեսոսում, լսեք հիմա մարդկորեն ասում, դատողություն ասում։ Ասում է գազանների կռվի մեջ մտա։ Չգիտեմ, ես ինչ գազաններ էին, բայց հավանական է, որ ինչ որ մի լուրջ բանի մեջ էին իրանք, թե որտեղ կենթանիներ կային, գազաններ կային, տեսակներ կային, ազդեցություններ կային։ Ինչ ասում ինքը։ Ասում է ինչ օգուտ էր ինձ համար, եթե մեռելների հարություն չլիներ։ Ասում է ուտենք խմենք, որովհետև եկուց կմեռնենք։ Ասում է մի խաբվեք։ Չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Չար ընկերակցությունը դա խմորում է։ Էսի աշխարհիկ խմորում է։ Եթե դու քո աշխարհիկ խմորումների մեջ նստած Աստծո արքայությունը չես բերում ու ուրեմն իրանք են բերելու։ Եթե դու նստած ես քո ազգատոմի մեջ ու դու երկնքի մթնոլորտը չես բերում, նշանակում է իրանք իրանց մթնոլորտն են բերելու քո մեջ։ Ու դու չես հաղթելու, եթե դու չբերեցիր դա։ Որովհետև եթե դու այնտեղ նստար ասեցիր, բա ինչ կմտածեն իմ մասին, եթե դու վախենում ես քո անձից, ավելի լավ է մեռնես քո համար, որ ապրես իր համար։ Իսկ երբ որ ես ու դու երկնքի խմորում ունենք, մենք Հիսուսի պես ենք դառնում այդ մթնոլորտ մեջ, մենք կյանք բերող ենք, մենք վախերով չենք ապրում, մենք Աստծո զորությունով ենք ապրում։ Եկեք բարձրանանք։ Սիրելիներ, Հիսուս այստեղ է։ Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ չմտածեք, որ ձեզի նեղացրեցի։ Մտածեք, որ ես ձեզի մի հատ նոր բանի ակտիվության մեջ եմ բարձրացնում, որ ձեր օրհնության դեմը ոչ մեկ չկարողանա կանգնեցնի։ Լսում եք։ Դուք շատ մեծ բաների համար եք կանչված, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ։ Գիտեք, ամենագեղեցիկ տոներից մեկը, որ մենք տեսնում ենք, Աստված ինքն է արար է, երբ որ կնոջը ստեղծեց, բերեց այս աշխարհ, բայց այս աշխարհը աղավաղվավ էլի մարդու աննազանդության պատճառով։ Եկեք այսօր չթողենք, որ այդ երևույթը մեր տների մեջ լինի։ Մենք այս աշխարհից փրկագնվել ենք, որ կյանքի իրականություն բերենք։ Դրա համար ուզում եմ, որ այսօր ես ու դու իրար հետ միասին աղոթենք, որոշում կայացնենք։ Մեր տները Հիսուսի համար։ Ասա, իմ տունը Հիսուսի համար։ Թող դա դառնա քո նշանաբանը, քո ուղղությունը եւ քո անելիքը։ Իմ տունը Հիսուսի համար։ Իմ տունը եւ իմ ազգատոմը Հիսուսի համար։ Ոչ մեկ ուրիշի համար, իմ տունը եւ իմ ազգատոմը Հիսուսի համար։ Այսի պետքա շատ ուժեղ քո ուղղությունը լինի, որ էսի բաց չթողես տեսադաշտից։ Ամեն։ Ոչ մի բանի հետ չհարմարվես, ոչ մի բանի հետ չհամակերպվես։ Քո տունը Հիսուսի համար է եւ ոչ թե աշխարհի համար։ Հիսուսի անունով։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը։ Տեր Հիսուս ջան, շնորհակալություն ենք հայտնում այս գեղեցիկ օրվա մեջ գտնվելով, հիշատակելով քո օրհնությունները, հիշատակելով քո ուզածը, խնդրում ենք, որ օգնես մեր յուրաքանչյուր ընտանիքին, որ կա այս եկեղեցում, որ յուրաքանչյուրի տունը քո համար լինի, ոչ թե այս աշխարհի մեղքերի համար լինի, ոչ թե այս աշխարհի անմաքրությունների համար լինի,
որ ոչ թե այս աշխարհի կողոպուտների համար լինի, բայց քո համար լինի, որ յուրաքանչյուրի ազգատոմը քո համար լինի։ Տեր Հիսուս, խնդրում ենք այս օգնությունը այնքան իրական լինի, որ ոչ մեկ բաց չթողի իր հնարավորությունը, որ ոչ թե աշխարհի մթնոլորտը լցնի մեր տները, բայց քո երկնքի իրականություն լցնի մեր տները։ Թող այդ իրականությունով ողողվի ամեն մեկի տունը եւ ամեն մեկի ընթացքը, որ յուրաքանչյուրը տեսնի երկնքի ներկայությունը իր տան մեջ, որ յուրաքանչյուրի ֆոկուսը Հիսուսի վրա լինի իր տան մեջ։ Տեր, դա այն ոլորտն է, որտեղ ոչ մեկ չի մտնում բացի քեզանից։ Խնդրում ենք իրականում, թող ոչ մի դև չմտնի այդ մթնոլորտի մեջ, բայց քո փառքը մտնի այդ մթնոլորտի մեջ, թող քո զորությունը մտնի այդ մթնոլորտի մեջ, որ ամեն օտար բաները հեռանան, որ ամեն վախերը հեռանան, որ ամեն տեսակի աշխարհիկ մթնոլորտը հեռանա, որ ամեն դիվականը հեռանա, որ քո լույսը գա, որ քո սրբությունը գա, որ քո փառքի իրականությունով ողողվի ամեն մեկի տունը, մեր տները քեզ համար եւ ոչ թե օտար աշխարհի համար, Հիսուսի զորավոր անունով։ Մենք հրատարակում ենք այդ հաղթանակը եւ շնորհակալություն ենք հայտնում, Հայր, որ դու լսում ես մեզ, մենք շնորհակալություն ենք հայտնում, որ դու պատասխանում ես նաեւ մեզ։ Նկատի ունենալով այն ինչ որ մենք խնդրեցինք, հասկանալով որ դու նկատի ունես ինչ որ արձակում ես մեզ համար, օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։